Հրապարակումն է եթերում, բարև ձեզ։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Գիտելիքի արտահոսքից, գիտելիքի վերադարձ, պետական աջակցությամբ Հայաստան եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում, զարգացնելով երկրի գիտական ներուժը։ Թանգարաններում կգնահատեն արժեքավոր նմուշները պահպանողների գիտելիքները, մեկնարկող ատեստավորումը հաջողությամբ անցած աշխատակիցները կավելացնեն եկամուտները։ Երբ աշխատանքն ու ծնողավարությունը տարբեր ժամանակացույցով են, կառավարությունն առաջարկում է սահմանել ծնողական ժամ, ովքեր կօգտվեն դրանցից եւ ինչպես է այն աշխատելու գործնականում, հարցազրույց տաղավարում։ Եվ տնային կարի արհեստանոցից դեպի եվրոպական ցուցահանդեսներ, հայկական տեքստիլ արտադրողը նոր ներդրումներով ու պետության աջակցությամբ պատրաստվում է աշտահանման։ Արտերկրի առաջատար գիտական կենտրոններից Հայաստան։ Կառավարությունը շարունակում է խրախուսել միջազգային փորձ ունեցող գիտնականների վերադարձն ու աշխատանքը հայրենիքում, առաջարկելով մրցունակ ֆինանսավորում եւ հետազոտական ծրագրեր։ Արդեն մի քանի տարի գործող ծրագրի շնորհիվ ձևավորվում են նոր գիտական խմբեր, ստեղծվում ժամանակակից լաբորատորիաներ, իսկ իրականացվող հետազոտությունները նպաստում են երկրի գիտական եւ տեխնոլոգիական զարգացմանը։ Վերադարձած գիտնականներից մեկն օրինակ Հայաստանի ընդերքի ուսումնասիրությամբ արդեն նոր տվյալներ է բացահայտել, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ նաև տնտեսության համար։ 1-2 րոպե ու դաշտային պայմաններում հնարավոր է հասկանալ լեռնային ապարների, միներալների 40-ից ավելի քիմիական տվյալներ։ Ավելի քան 27 միլիոն դրամանոց այս դյուրակիր սարքը ձեռք են բերել պետության աջակցությամբ։ Նաև դրանով են Հայաստանի ամբողջ տարածքում անհրաժեշտ երկրագիտական նախնական ուսումնասիրություններ անում, քարտեզագրում։ Մենք շատ արագ կարող ենք օրական 100 անալիզ անել սրանով, իսկ եթե նմուշարկում ենք անում, բերում լաբորատորիա եւ դա ժամանակատար է եւ նաեւ շատ ծախսատար է։ Սամվելը 2014-ին Հայաստանից Շվեյցարիա գնաց գիտական գործունեության ավելի լայն հնարավորությունների հետևից։ 7 տարի Ժնևի համալսարանում հետազոտություններ անելուց հետո հայրենիք վերադարձավ Հայաստանի գիտական համայնքի արտերկրի գիտնականների ինտեգրում ծրագրով։ Պետությունից 5 տարվա ֆինանսավորում ստացավ, գիտական թիմ հավաքեց, ստեղծեց ժամանակակից լաբորատորիա։ Մենք ունենք բավականին նոր տվյալներ, օրինակ պղիզմոլիբդենային հանքավայրերով բացի պղիզմոլիբդենից ունենք նաև վրենիում, սելեն, տելուր, բիսմութ, այլ կրիտիկական մետաղներ, որոնք կապված են այդ հանքավայրերի հետ, նաև բարձր պարունակություններ կան, որոնք կարող են արդյունաբերական լինել։ Այս հանքանյութերն այսօր օգտագործվում են կանաչ էներգետիկայի, մարտկոցների, միկրոչիպերի արտադրության մեջ։ Դրանց պաշարների որոնումը վերածվել է համաշխարհային մրցակցության։ Կրիտիկական մետաղների հիմնական մատակարարներն աշխարհում ընդամենը մի քանի երկիր է, իսկ պահանջարկը տարեցտարի աճում է, փնտրում են մատակարարման նոր ուղիներ։ Երբ 2021-ին պետական պատվերով այդ ուսումնասիրությունները նոր էին սկսում, դժվար էր պատկերացնել, որ արդեն 2026-ին Հայաստանը եւ Միացյալ Նահանգները կստորագրեն կրիտիկական հանքանյութերի եւ հազվագյուտ մետաղների ոլորտում համագործակցության շրջանակային հուշագիր։ Պրոյեկտի ավարտին մենք ունենանք մեծ տվյալների բազա, որը կտրամադրվի կառավարությանը, որտեղ կնշվի մենք ինչ մետաղներ ունենք Հայաստանում այդ կրիտիկական մետաղներից եւ որոնք ինչ պարունակություններ կան եւ որոնք կարող են լինել արդյունաբերական։ Կառավարությունը 2022-ից սկսեց արտերկրի գիտնականներին Հայաստան կանչել։ Միջազգային գիտական միջավայրում հաջողությունների հասած հետազոտողներին առաջարկվում է մինչև 300,000 եվրոյի ֆինանսավորում գիտական գործունեությունը Հայաստանում ծավալելու համար։ Աշխատավարձի հնարավորությունները բավական մրցունակ են, կա պայման, որ մեկ տարվա ընթացքում պետք է հյուրընկալող կազմակերպությունը նաև իրենց ներառի իր հիմնական աշխատակիցների ցուցակում, ինչը նաև աշխատանքի ապահովության տեսանկյունից գրավիչ, ինչպես նաև տալրացիչ եկամուտ է։ Ծրագրին կարող են դիմել ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ օտարերկրյա գիտնականներ։ Պարտադիր պայման է առնվազն 5 տարով տեղափոխվել Հայաստան։ Մրցույթը անցկացվում է տարեկան 2 անգամ։ Միայն այս տարվա առաջին փուլում արդեն 19 հայտ են ներկայացվել, բայց նախորդ տարիների փորձը ցույց է տվել, արտերկրից ժամանած գիտնականների համար երբեմն դժվար է անմիջապես ձևավորել ամբողջական հետազոտական թիմ։ Կլինի անհատական դրամաշնորհ, որի շրջանակներում անձը մինչև 1 տարով կգա հայկական որևէ գիտական կազմակերպությունում հետազոտություն իրականացնելու, այդ ընթացքում արդեն կծանոթանա, կհավաքի իր թիմը ու ըստ էության արդեն երկրորդ շրջափուլում կդիմի թիմի հետ։ Առաջիկա մրցույթներում էլի փոփոխություններ կլինեն։ Կառավարությունն արդեն հաստատել է գիտության զարգացման ռազմավարությունը եւ այն նախագծերը, որոնք կհամապատասխանեն երկրի գիտական ու տեխնոլոգիական առաջնահերթություններին, գնահատման ընթացքում կստանան լրացուցիչ առավելություններ։ Թանգարանային աշխատանքը Հայաստանում առաջին անգամ կգնահատվի միասնական մոտեցմամբ։
Կառավարության նախաձեռնությամբ մեկնարկում է պետական թանգարանների աշխատողների կամավոր ատեստավորումը։ Նպատակն է խրախուսել մասնագիտական զարգացումն ու բարձրացնել ոլորտի որակական չափանիշները։ Երկու փուլից թեստավորումից ու հարցազրույցից բաղկացած գործընթացը հնարավորություն կտա գնահատել աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները, իսկ հաջողարդյունք գրանցած մասնագետներն արդեն հուլիսից կստանան հավելավճարներ։ Նախատեսում են, որ թանգարանների աշխատակիցների եկամուտները կավելանան միջինում 57%-ով։ Թեև կլինեմ այլ ոլորտում, դա երբեք չեմ պատկերացրել ու նույնիսկ ուսանողական տարիներից պատկերացրա եղել ասենց ինչ որ բարձունք իմ համար, որ ես ավարտեմ, պետք է պայման դիմեմ, եթե բախտ վիճակվի, ես կարողանամ այստեղ աշխատել։ Մարգարիտա Խաչատրյանն արդեն 20 տարի է աշխատում է Հայաստանի ազգային պատկերասրահում, նախ էքսկուրսավար, հետո արդեն տեղափոխվել է հայկական գեղանկարչության բաժին։ Երիտասարդ գիտաշխատողը հիմա հաստատ գիտի, թանգարանի աշխատանքը անմենացորդ նվիրում է պահանջում։ Հսկիչից մինչև գիտաշխատող իսկական նվիրյալների մի մեծ բանակ է։ Մշակութային գանձերանի պահպանումն ու հանրահռչակումը հենց նրանց է վստահված։ Մինչդեռ թանգարանային ոլորտի աշխատակիցների վարձատրությունը շարունակում է մնալ մեղմ ասած ոչ մրցունակ։ Հենց դա էր պատճառը, որ կառավարության որոշմամբ սահմանվեց ներդնել մի համակարգ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել աշխատավարձը։ Այս պահին ունենալու ենք միջինում 57% աճ վարձատրության ատեստավորման արդյունքում, ընդ որում փորձել ենք այնպես անել, որ մեր թանգարանային աշխատողների մեծ մասը ատեստավորման արդյունքում ունենա առնվազն 200,000 դրամ եւ ավել վարձատրություն եւ այսպիսով կարողանա նաեւ օգտվել առողջապահության ապահովագրության համակարգից։ Ըստ նախարարի խոսքը վարձատրության մեխանիկական բարձրացման մասին չէ, նախատեսում են իրականացնել պետական թանգարանային աշխատողների կամավոր ատեստավորում։ Նրանց եկամտի ավելացման նպատակով կառավարությունն այս տարվա համար 151.8 միլիոն դրամ է հատկացրել։ Թանգարանային ոլորտի ատեստավորումը դառնում է մի մեխանիզմ, որով շարունակական մասնագիտական զարգացումը փոխկապակցվում է վարձատրության բարձրացմանը։ Բացարձական հանգստանալու ոչինչ չկա, բավական պարզ է ընդհանուր համակարգը, հիմնականում այն իրավական ակտերն են, որոնք աշխատակիցները ըստ իրենց պատասխանատվության աստիճանի պարտավոր են իմանալ, ոչ խորքային, ոչ անգիր, բայց ընդհանուր առմամբ իրավական ակտը պարտավոր են իմանալ։ Ատեստավորումը կամավոր է, իրականացվում է տարին մեկ անգամ 2 փուլով՝ գրավոր եւ բանավոր։ Թեստավորման փուլը հաղթահարած կհամարեն 80% եւ ավելի արդյունք գրանցելու դեպքում, 2 փուլերն էլ հաջողությամբ հաղթահարած աշխատակիցներն արդեն հուլիսից կստանան համապատասխան հավելավճարները։ Մենք առանձնացրել ենք 8 տարբեր պաշտոնների խմբեր, դրանք մասնագիտական աշխատակազմի տարբեր խմբերին են վերաբերում եւ բնականաբար յուրաքանչյուր խմբի համար կլինի առանձնացված հարցաշար, համապատասխանեցված իրենց աշխատանքի առանձնահատկություններին եւ բնույթին։ Բոլորը անխտիր ICOM-ի վարքագծի կանոններն են հանձնում, որը շատ կարևոր է, կարծում եմ բոլոր թանգարանցիները անխտիր դա պետք է իմանան, բոլորն էլ պետք է տիրապետեն, որովհետեւ դա ընդհանուր կարգ է բոլոր թանգարանի աշխատողների համար, եւ այդպես բարդից դեպի պարզն է գնում։ Խորհուրդ կտամ իհարկե միանշանակ։ Գայանե Այվազյանն աշխատանքային 50 տարվա փորձ ունի։ Երկար տարիներ աշխատել է մշակույթի նախարարությունում որպես քաղծառայող, ատեստավորման բազմաթիվ փուլեր է հաղթահարել։ Արդեն 4 տարի է Շարամբյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում է աշխատում։ 73-ամյա հսկիչը հիմա էլ պատրաստ է գնալ կամավոր ատեստավորման։ Եթե պիտի վարձատրությունը փոխվի, իսկ ինչու՞ չէ։ Նստեմ պարապեմ, գիտելիքս կավելանա 1, երկրորդը կվարձատրվեմ 2, որը կարևորներից մեկն է։ Նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում 580-ից ավելի թանգարանային աշխատողի ամսական եկամուտը միջինում կավելանա 68,000 դրամով։ Արդյունքում միջին ամսական աշխատավարձը 129,500-ից կհասնի 198,200 դրամի։ Շատ դրական եմ վերաբերվում ատեստավորման գաղափարին առհասարակ, որովհետև այն հնարավորություն է տալիս գնահատելու մասնագիտական պատրաստվածությունը, եթե այսպես ասեմ, միգուցե տոնուսի մեջ է պահում աշխատակցին։ Իհարկե շատ կարևոր է հենց սոցիալական կողմը ատեստավորման եւ բնականաբար աշխատակիցների համար դա կլինի նոր մոտիվացիա։ Մենք չենք կարծում, որ սա վարձատրության առավելագույն շեմն է, ամենևին էլ ոչ։ Նախ պետք է հասկանանք, որ իրականում թանգարանային ոլորտում վարձատրությունը ամենևին մրցունակ չի եւ մենք սկսում ենք շատ ցածր շեմից, հետեւաբար շարունակական բարձրացման մասին պիտի խոսենք եւ ատեստավորման համակարգը դրա բոլոր հնարավորությունները տալիս է։
Վարձատրության բարձրացման համար հաշվարկվել է տարեկան 507.2 միլիոն դրամ հատկացնել։ Սա ներառված է 2027-ից 29 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում։ Շուտով վարձատրության բարձրացման հնարավորություն կունենան նաև գրադարանների աշխատակիցները։ Երբ աշխատանքն ու ծնողավարությունը տարբեր ժամանակացույցերով են, կառավարությունն առաջարկում է սահմանել ծնողական ժամ, այնպես որ մայրիկներն ու հայրիկները կարողանան իրենց մասնագիտական պարտականությունը կատարել առանց աշխատավարձից զրկվելու։ Թեմայի մասին ենք խոսել ու տաղավարում այստեղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը Տիկին Քոչարյան, փաստորեն այս խնդիրը կառավարության համարել էր ակնհայտ։ Այո, միանշանակ, որտեղ այսօր շատ ենք խոսում ընտանիքամետ գործատու հասկացության մասին, նաև շատ փորձում ենք այնպես անել, որ մոտիվացնենք աշխատողին եւ լավ աշխատել եւ միաժամանակ հասցնել ծնողի պարտականությունները, այդ առումով ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորությունն են տալիս նաև դա անել, հենց նույն ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա նաև հնարավոր եղավ հեռավար աշխատանք հասկացությունը սահմանել աշխատանքային օրենսգրքում, ինչը շատ օգնեց եւ մայրիկներին եւ հայրիկներին շատ դեպքերում, եթե հնարավոր է տնից աշխատանքը կազմակերպել, ապա տնից աշխատել եւ երեխայի հետ կապված հոգսերը համատեղել, իսկ ծնողական ժամը որոշեցինք սահմանել, քանի որ հասկացանք, որ աշխատակիցներից մեծ մասը, ովքեր ունեն հատկապես դպրոցահասակ երեխաներ եւ երեխային դպրոց ճանապարհելու եւ դպրոցից դիմավորելու խնդիր ունեն, որոշեցինք մինչեւ ինքնուրույնության տարիքը, այսպես ասենք, մինչեւ 12 տարեկանը սահմանել ծնողական ժամի հնարավորություն, երբ դպրոց ճանապարհելու կամ դիմավորելու ժամանակահատվածում նրանք բացակա չեն համարվի կամ կվարձատրվեն այդ ժամանակը։ Եվ ինչքան է այդ ծնողական ժամը ըստ կառավարության առաջարկությունների։ Սահմանեցինք այսպես, որ եթե ներառյալ 2 երեխա են, ապա կես ժամ առավելագույնը, սակայն նախորոք դիմելով գործատուին, այսինքն դիմում ներկայացնելով գործատուին, եւ եթե 3 եւ ավելի երեխաներ են, ապա առավելագույնը 1 ժամ, բայց մեկ կատեգորիա էլ ունենք, եթե երեխան ունի հաշմանդամություն, նախ տարիքային շեմն ենք բարձրացրել մինչեւ 18 տարեկան եւ նորից անկախ թվից երեխաների առավելագույնը 1 ժամ կարող է ծնողը բացակայել։ Եվ մենք չենք տարբերակում մայրն է թե հայրն է, երկու ծնողն էլ կարող են բացակայել աշխատանքից։ Երկուսն էլ հավասարապես թե պետք է ընտրեն որ մեկը։ Ընտրության խնդիր չկա, որովհետև շատ դեպքերում երկուսով են դա անում, այդ առումով տարբերություն չենք դրել եւ պարտականությունների առումով չենք դրել եւ եթե դա ուզում են անել համատեղ, ապա այդ հնարավորությունն էլ կա։ Աշխատանքային գրաֆիկում դասավորելը ցուցված է թե ճկուն է եւ ըստ հարմարության։ Մենք օրենքում որոշեցինք շատ չմանրամասնել եւ այս հարաբերությունների կարգավորումը թողեցինք գործատուի եւ աշխատողի միջև, որպիսի սահմանվի, նույնը արել ենք հեռավար աշխատանքի դեպքում, երբ որ ներքին կարգապահական կանոններով եւ պայմանագրով նրանք այս հարաբերությունները սահմանում էին, այս դեպքում եւս մենք աշխատանքային ժամը նաեւ չենք սահմանափակում եւ մի աշխատողի հարմար կլինի առավոտյան, մյուսին երեկոյան դիմավորելն է ավելի կարեւոր, մյուս ընդմիջումից հետո կես ժամ ավել ժամանակ կպահանջվի, որ դպրոցից ասենք ուղեկցի ավելի հեռու գտնվող տուն, այս դեպքում մենք սահմանափակում որևէ չենք դրել, թողել ենք դա կարգավորեն գործատուն եւ աշխատողը։ Խոսեցիք գործատուների մասին, այս ընթացքում ինչ արձագանքներ եք ստացել նրանցից։ Անպայման ասում եմ շեշտեմ, որ արձագանքները շատ դրական են եղել, ինչպես պետական մարմիններից, այնպես էլ հանրային քննարկման ժամանակ իդրաֆտ հարթակից ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ, բայց գործատուների միությունից ոչ միանշանակ պատասխան ենք ստացել, որտեղ գործատուները բնականաբար վարձատրվող բացակայություն է, այսպես ասած, եւ այդպիսի անհամաձայնության բան կար, որ ինչի ենք այս առավելությունը տալիս երեխա ունեցող աշխատողներին, իսկ երեխա չունեցող աշխատողների վրա թողնում ենք ոնց որ աշխատանքի ավելի մեծ ծանրաբեռնվածություն, բայց մենք եկանք ամեն դեպքում համաձայնության, որ բոլոր երկրներում ժողովրդագրական ցուցանիշները նախ վատ թարանում են եւ ամբողջ աշխարհը գնում է նրան, որ ցուցանիշները պետք է բարելավել։ Առանց ծնողներին հնարավորություն տալու լիարժեք ծնող լինել, ուղղակի էս հնարավոր չի որևէ բարելավում անել, տուժում է եւ ընտանիքը եւ աշխատանքը։ Եվ սա եւս մի խթանող միջոց է, մոտիվացնող միջոց է աշխատողների համար, այն աշխատողների համար, որոնք ծնող են եւ իրենց պարտականությունները այսպես թե այնպես պիտի անեն, նույնիսկ գործատուների հետ հանդիպմանը մենք շեշտել ենք, որ եթե մոտենում է աշխատակիցը եւ ասում
ասում եմ, որ երեխային մանկապարտեզից վերցնող չկա, այսպես թե այնպես սովորաբար գործատուն կամ այդ կառավարիչը ընդառաջում է։ Ապա ինչու՞ դա չամրագրել եւ ավելի կանոնակարգված դա անել, մարդը իմանա, որ հստակ ունի այսքան ժամանակահատված իր պարտականությունը կատարելու։ Այսինքն միջազգային փորձը կա։ Այո, միանշանակ։ Իրենք ինչ ռիսկեր են նկատել, դուք ինչ ռիսկեր եք նկատում հնարավոր։ Որպեսզի դա չշահարկվի կամ եթե անհրաժեշտությունը չկա, ամեն դեպքում կբացակայեն, բայց չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ շատ կշահարկվի, եթե այդ անհրաժեշտությունը չկա այդ 30 րոպեի եւ աշխատանքը կա կատարելու։ Նաեւ շատ էր խոսվում, որ եթե օրինակ աշխատողը բժիշկ է կամ ուսուցչուհի է, որ ունի հստակ դասաժամեր, բնականաբար սա գործատուն եւ աշխատողը իրար միջև համաձայնվում են եւ աշխատանքը չպիտի դուժի, բայց այս հնարավորությունից պետք չի զրկել աշխատողին, եթե հնարավորությունը կա։ Ի վերջո, եթե պատասխանատու ես, ապա կարող է շահել եւ մեկը եւ մյուսը ու աշխատանքի արդյունավետությունը չեմ կարծում, թե աշխատավայրում անցկացրած ժամանակից այդքան շատ։ Լավ, անցնենք եւս մեկ լավ նորության սեպտեմբերից կարծես, թե լավ նորություններ են սպասվում ընտանիքում նոր երեխա պլանավորածներին, ինչի մասն է խոսքը։ 2026 թվականի սեպտեմբերից հետո համահարթեցվելու է միանվագ նպաստը երեխայի ծննդյան հետ կապված եւ առաջին երեխայի դեպքում եւ երկրորդ եւ երրորդ ստանալու է ծնողները 500,000 դրամ միանվագ նպաստ։ Նաև մեկ լավ նորություն, որ պետական նպաստ է դառնալու արդեն մինչև 6 տարեկան երեխային տրվող ամսական 50,000 դրամը, եթե երեխան երրորդն է կարգաթվով, այս դեպքում աջակցության ծրագիրը վերածվել է մշտական պետական նպաստի, այսինքն 50,000 դրամ ստանալու են երրորդ բալիկ ունեցող ընտանիքները մինչև բալիկի 6 տարեկան դառնալը։ Ծնողական ժամից օգտվողները շատանում են։ Շնորհակալություն հարցադրության համար։ Ես շնորհակալ։ Ընտանեկան փոքր նախաձեռնությունից ժամանակակից արտադրություն։ Հայաստանում գործող տեքստիլ ընկերությունը պատրաստվում է մուտք գործել եվրոպական շուկա, արտադրական հզորություններն ընդլայնելով եւ նոր ներդրումներ իրականացնելով։ Զարգացման ճանապարհին ընկերությունը օգտվել է նաեւ պետական աջակցության ծրագրերից, արդիականացնելով սարքավորումները եւ ստանալով ներդրումային արտոնություններ։ Արդյունքում հայկական արտադրողը ոչ միայն մրցունակ է դառնում միջազգային շուկայում, այլև ծրագրում է առաջիկա 1 տարում տասնյակ նոր աշխատատեղեր ստեղծել։ 2010-ին տան պայմաններում որպես ընտանեկան փոքր բիզնես նախաձեռնած կարի գործը տարեստարի զարգացնելով եւ ընդլայնելով ավելի մեծ մակերեսների վրա կանացի հագուստի տարբերվող ընտրանի առաջարկող տեքստիլ արտադրությունը 2020-ից գործում է արդեն սեփական նորակառույց հասցեում, աշխատում են եվրոպական ստանդարտերով, արտադրանք տիրացնում Հայաստանում, իրենց բրենդը ներկայացնող արդեն 4 խանութ ունեն Երևանում, հեռանկարում, նոր պլաններ։ Միայն տեղական շուկայի հաշվին այդ զարգացումը ապահովելը, այսպիսի մեծ արտադրամաս կառուցելը հեշտ գործ չի, ելին հաջողվել է ու հիմա առաջ գնալու ժամանակն է։ Տարեկան 4 անգամ սեզոնային նոր հավաքածուներ են թողարկում, տևական ընթացք է, դիզայներների թիմն աշխատում է նաև մոդելների վրա, որոնք նախատեսում են արդեն դրսի շուկաներում ներկայացնել ամենաուշը մինչև տարեվերջ։ Աշխատանքներ են հստակ տարվում, մասնավորապես եվրոպական երկրներ արտահանելու շուրջ, մասնակցել ենք 2 ցուցահանդեսի Ֆրանսիայում եւ Իտալիայում, բավականին ջերմ ընդունելություն եղավ, այս պահին եւս աշխատում ենք, բանակցում ենք եւ սահուն քայլերով առաջ ենք շարժվում դեպի արտահանում։ Արտահանման ընթരാճ նոր ներդրումային ծրագիր են կազմել ապրիլին ներկայացրել կառավարություն միջազգային շուկաներում գնային առաջարկով ավելի մրցունակ լինելու համար պետական աջակցության ակնկալիքով հայտը հաստատվել է։ Ներդրումային ծավալը մոտ 200 միլիոն դրամ է եւ ստացանք արտոնություն 18 միլիոն դրամի մաքսատուրքի ազատման։ Դա տարվա կտրվածքով։ Վստահ ենք, որ պետություն մասնավոր հատվածի համագործակցությունը երկարաժամկետ զարգացման մեծ հեռանկար է բացում։ Հայ կանանց աղջիկների շրջանում, որպիսի վստահություն ձևավորեն, արտադրված է Հայաստանում ապրանքանիշի նկատմամբ ու հիմա արդեն եվրոպական շուկաներում էլ հաջողության պատմությունը կրկնելու հնարավորություն ունենան, վերջին տարիներին արտադրական կարողությունների զարգացման, արդիականացման ուղղությամբ են նաև մեծ աշխատանք տարել։ 2020-ին, երբ տեղափոխվում էին նոր արտադրատարածք, վարկային մեծ միջոցներ ներգրավելով, գույքը գրեթե ամբողջությամբ թարմացրել են, հերթական համալրումը նախաձեռնեցին 3 տարի առաջ արդեն պետական աջակցությամբ։ 23 թվականին ձեռք ենք բերել մոտ 100 միլիոն դրամի սուբսիդավորման վարկ, ամբողջությամբ ներդրել ենք սարքավորումների մեջ։ Տարեստարի նորարարական սարքավորումներ են ստեղծվում ու մրցակցային
դիրք ունենալու համար պետքա քայլես այդ նորարարության հետ համահունչ։ Նոր մոդելի լազերային ձևով սարքավորումն ամենակարևոր ձեռքբերումն են համարում, որը հնարավորություն տվեց սղոցային տարբերակից հրաժարվել նոր արդյունավետությամբ արտադրական շղթայի այս կարևոր փուլն իրականացնել։ Այս համակարգը ապահովում է կտորի ձևման ճշգրտությունը ու հնարավորինս թափոնների նվազեցումը։ ISO սերտիֆիկացման գործընթացում են հիմա գտնվում, որը միջազգային գործակցության ընդլայնման համար նոր հեռանկար կբացի։ Արտահանման մեկնարկը, եթե ըստ նախատեսածի հաջողվի, 1 տարվա ընթացքում մոտ 90 նոր աշխատատեղ են խոստանում, իսկ այսօր Էլինան համախմբում է 160 աշխատակցի։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM Gov-ում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից։